Սուրբ Գևորգի վերականգնման աշխատանքներին առաջին լրատվականը վաղուց է հետևում։ Մեր նկարանող խմբերը պարբերաբար լինում էին Թբիլիսիում և տեղում տեսնում ինչ է արվել և դեռ ինչ պետք է արվի։ Աշխատանքը ծայրահեղ բարդ էր, քանի որ խոսքը սովորական վերանորոգման մասին չէր։ Պետք էր անել ամեն ինչ, որպեսզի Սուրբ Գևորգը դռները բացի իր ամբողջ պատկարանքով և գեղեցկությամբ։ Ռուզաննա Վարդերեսյան, Վերածնունդ։ Մարդիկ կան, որ 2012 թվականի հոկտեմբերից սպասում են, երբ պիտի վերաբացվի եկեղեցին, որ իրենց երեխաների մկրտությունը կատարեն, կան ոմանք, որ նույնիսկ ձգել են իրենց պսակադրությունը։ 2012-ին Սուրբ Գևորգի դռները փակվեցին, բայց հարգելի պատճառով ու հաճելի սպասումներով։ 13-րդ դարում կառուցված երբեմնի վեհաշուկ կառույցն արդեն կարող էր հողին հավասարվել ջրի մեջ կորած հիմքի ու պատերին գոյացած հսկայական ճաքերի պատճառով։ 2012-ին Սուրբ Գևորգի վերականգնումը դառնում է գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնած Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկը։ Բոլորիս մոտ կար անհանգստություն, որ եկեղեցու շենքը վերականգնելը շատ բարդ է, որ ինքը շատ ծանր վիճակի մեջ է։ Առաջնային մեր խնդիրը նա էր, որ վերականգնման աշխատանքների ընթացքում մենք չվնասենք շենքը, չկորցնենք այն դարերի էներգետիկան, որ եկեղեցիում կա հավատքին։ Սուրբ Գևորգի նորոգման գործում Ռուբեն Վարդանյանի շուրջ են համախմբվում մի խումբ այլ մեկենասներ եւ իհարկե վիրահայոց թեմն իր ողջ ներուժով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $3.5 միլիոն։ Ծրագրի հիմնական դոնորներն են Վարդանյանների ընտանիքը, Ալբերտ Ավդոլյանը, Սերգեյ Սարգիսովն ու Ռուսուդան Մախաշվիլին, Դանիել Խաչատուրովը, ինչպես նաեւ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին։ Շատ շուտով պարզվում է, որ այս ամենը նախաձեռնողների անհանգստություններն իզուր էին, իրենք էլ են խոստովանում։ Աշխատանքը բարդ էր ու պատասխանատու, բայց արդյունքները գերազանցել են սպասելիքները։ Ինձ թվում է այսօր մեր մոտ դա ստացվել է։ Երկար ճանապարհ ենք անցել, փորձել ենք լավագույն մասնագետներին ներգրավել, թե Հայաստանից, թե Վրաստանից, թե միջազգային։ Այսօր մենք ունենք եկեղեցի, որով մենք կարող ենք հպարտանալ։ Դժվարություններ շատ են եղել իհարկե, բայց ամենածանր ու սարսափելի աշխատանքը հիմքն էր, որ հիմքը պետք էր համ ամրացնել, համ ջրահեռացումը ապահովել, բայց ստացվեց։ Պատասխանելով եկեղեցու կանգուն մնալու ժամկետների մասին հարցին, նախագծի վրացի ինժեները կատակում է, թե հավերժ, բայց հետո լրջորեն հավելում, որ գտնվել են ամենաօպտիմալ լուծումները։ Այս թաղամասը շատ խոնավ է, այդ պատճառով դարերի ընթացքում եկեղեցու հիմքն ամբողջությամբ ջրի մեջ էր հայտնվել։ Մեզ հաջողվեց ոչ միայն ամրացնել այն, այլև ջրամեկուսիչ համակարգ ստեղծել 60 մետր խորության վրա, երբ եկեղեցու հիմքն ընդամենը 8 մետր խորության վրա է գտնվում։ Այսօր արդեն ոչ միայն տաճարի ամրության հարցն է լուծվել, այլև դարեր առաջ ունեցած շքեղ տեսքն է վերականգնվել։ Սվաղի շերտի տակից բացվել են եկեղեցու աղյուսե պատերը, վերականգնվել է առաջին հայացքից թիթեղյա թվացող, բայց դեռ դարեր առաջ կերամիկայից շարված գմբեթի վառգույնը եւ որ ամենակարևորն է, պարզվել է, որ Թբիլիսիում փաստորեն ունենք ամբողջությամբ որմնանկարներով պատված եկեղեցի, ինչպիսին այսօր նույնիսկ Հայաստանում չկա։ Կարմիր ժամանակ, երբ Սուրբ Գևորգ եկեղեցին հին Թիֆլիսի հայոց մարգարիտ էին անվանում։ Դարերի ընթացքում մարգարտի փայլը խամրել էր, այդ անվանումն էլ ոչ կիրառական դարձել։ Այսօր արդեն հին Թիֆլիսի հայոց մարգարիտը դարձյալ փայլում է ու մասնագետները նրա կանգունության համար առնվազն 500 տարվա երաշխիք են տալիս։ Մեր նկարանող խումբն այս տարիների ընթացքում պարբերաբար անդրադարձել է տաճարի նորոգման ընթացքին, ամիս առ ամիս, անգամ ժամ առ ժամ, միջնադարյան այս հսկայական հոգևոր մշակութային ու լուսավորչական կենտրոնի պատերի ներսում նորանոր գաղտնիքներ էին բացահայտվում։ Հայկական մանրանկարչության ու որմնանկարչության մի քանի շերտեր, որոնց գոյության մասին ոչ մասնագետները գիտեին, ոչ էլ որևէ արձանագրությունում է պահպանված եղել։ Դրանք իրենց ողջ հմայքով պահպանելու եւ չվնասելու խորհրդատվություն ստանալու համար մասնագետները ստիպված են եղել անգամ իտալացի վարպետի հրավիրել։ Այս աշխատանքները կարծեք թե հոգու աշխատանքներ եղան, աղոթքի աշխատանքներ եղան, ձմեռ թե ամառ, այս խումբը աշխատեց, կարողացավ բացահայտել մեզ համար Սուրբ Գևորգ եկեղեցի դարերի գաղտնիքը։
Նախապես 220 քառակուսի մետր տարածքով որմնանկարներ վերականգնելու տրամադրվածությամբ աշխատանքային խումբն անակնկալի է եկել, երբ պարզվել է, որ դարերի ընթացքում կատարված անհաջող վերանորոգությունների, երբեմն էլ թեթև հարդարանքների արդյունքում սվաղի ու գունազարդման տակ թաքնված են իրական գանձեր, Հովնաթանյանների, Փաշինջաղյանի նկարազարդումներն ու որմնանկարչության մի ողջ դպրոց։ Միանշանակ չեն կարող ասել, որ այնտեղ աշխատել է Հովնաթանյանների մեկ սերունդ։ Զգացվում է Հովնաթանյան նկարիչների մի քանի սերունդների աշխատանքներ։ Իրականում հետազոտություններից հետո պարզվեց, որ մենք պետք է վերականգնենք 1090 քառակուսի որմնանկար, այսինքն մոտ 5 անգամ ավել։ Սեն շքեղ եկեղեցի չունենք։ Հուշարձանը հենց գրավիչ է նրանով, որ այս տարբեր դարաշրջաններում կատարած որմնանկարները նայվում է որպես մի ընդհանրություն եւ հուշարձանի տալիս են ընդհանուր գաղափարախոսական հոգևոր ընդհանուր տրամադրություն։ Մի ամբողջ համապարփակ տեսարաններով, ավետարանական պատկերներով դու տեսնում ես, իրենց ամբողջ հմայքով երևալու են մարդկության հավատացյալներին եւ ուրախություն են պարգևելու։ Դա ամենամեծ ուրախությունն էր մեր համար։ Որմնանկարների մշակման աշխատանքներով զբաղվում էին Երևանի որմնանկարների վերականգնման կենտրոնի Իտալիայում վերապատրաստված երիտասարդ մասնագետները։ Արդյունքում վերականգնումից ու Սուրբ Գևորգի գաղտնիքները բացահայտելուց հետո մասնագետները հանգել են մեկ ընդհանուր եզրակացության։ Շատ դժվար է նման եկեղեցի գտնել այսօր Հայաստանի մեջ, որպեսզի բոլոր պատերը նման ձևով, նման պատմական շերտերով բացված լինեն։ Բացառիկ հուշարձան է Սուրբ Գևորգը, ինչ իմաստով, որ մենք շատ եկեղեցիներ ունենք, որոնք որմնանկարազարդ են, բայց ամբողջովին որմնանկարազարդ այսօր գործող եկեղեցիների մեջ մեր կարելի ասել չկա, եթե չհաշվենք պատմականորեն, ասենք Աղթալան։ Սուրբ Գևորգի վերականգնման ամբողջ գործընթացը վերահսկել են Մատենադարանի մասնագետները։ 14-ից 15-րդ դարերում եկեղեցու գրատանը բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել, որոնք հիմա պահպանվում են Մատենադարանում, ու դրանց շնորհիվ նույնպես հնարավոր էր տաճարի բազում առեղծվածներ բացահայտել։ Սուրբ Գևորգը Թբիլիսիի երկու գործող հայկական եկեղեցիներից մեկն է, առաջնորդանիստը։ 13-րդ դարի հայ վաճառական Ումեկին հաջողվել է վրաց իշխանությունների մոտ այնպիսի հարգանք վայելել, որ թույլտվություն է ստացել հայկական եկեղեցի կառուցել այդ ժամանակվա Թիֆլիսի հենց սրտում, որ մինչև հիմա այդպես էլ կոչվում է Մեյդան, ամենաաչքի ընկնող հատվածում Նարիղալա լեռան լանջին։ Որոշ ժամանակ այնտեղ էին նստում նաև Հաղպատի եպիսկոպոսները, որտեղ Հաղպատը անվտանգ չէր։ Պարզվում է հետագայում այստեղ նոր գաղտնիքներ բացահայտելու հեռանկարներ կան, որմնանկարների վերականգնման կենտրոնի տնօրենը գիտի, որ այս շերտերի տակ էլ դարերի խորքում ուրիշ հրաշքներ են թաքնված, պարզապես հիմա բացվել է ընդամենը մեկ շերտը։ Երբ Սուրբ Գևորգ եկեղեցին փակվեց վերանորոգության համար ու մուտք էին գործում տաճար լռության մեջ, երբեմն լսում էինք մեր հայրերի աղոթքները, գուցե չէինք պատկերացնում, որ այդ մեղեդիները այլևս ոչ թե երգում են քահանաները, այլ այդ մեղեդիները երգում են մեր որմնանկարները եւ կարծեք թե իրենց մասին խոսել տալիս։ Հիմա արդեն ոչ միայն Թբիլիսի մեկնելով, այլև Այդիա հիմնադրամի հրատարակած ալբոմի շնորհիվ կարելի է ծանոթանալ Սուրբ Գևորգի հրաշքին։ Վրաստանի հայ համայնքն ու վիրահայոց թեմը չեն դադարում երախտիքի խոսք ասել այն նվիրալներին, որ ջանք ու եռանդ ու միջոցներ չխնայեցին Հին Թիֆլիսի Մեյդանում հայկական մշտական ներկայությունը դարձյալ ընդգծելու համար։ Մենք որպես հոգևորականներ եւ համայնք երախտագետ ենք նաեւ մեր բարերարներին, մեր նվիրատուներին, այս ձեռք մեկնելու, հայության թիկունք կանգնելու եւ մեկ անգամ եւս հայ-վրացական ոսկե կամուրջ ձևավորելու հոգեվոր մշակութային ոլորտում։ Մենք ի սկզբանե խնդիրը չենք դնում մենակ եկեղեցու վերականգնելը։ Մենք խնդիր ունենք նաեւ հայկական օջախ պահելը։ Մենք խնդիր ունենք ընդեղի մեր կյանքը վերածնելը եւ ակտիվացնելը։ Եվ այսպես, այս նպատակները լիակատար դարձնելու համար Հայաստանի Այդիա հիմնադրամը նաև ծրագրի երկրորդ մասն է մշակել, այն է վերականգնել Սուրբ Գևորգի պատմամշակութային արժեքը որպես կրթական համալիրի։ Որոշեցինք գնել այդ կողքի բնակարանները, գնել կողքի ակտիվները եւ փորձել ստեղծել պատմամշակութային կենտրոն, որտեղ որ կլինի թե կրթական համալիրի կոմպոնենտներ, թե թանգարանի կոմպոնենտներ, թե մշակույթի այլ ծրագրերի իրականացման մի հատ վայր։
Այսինքն այն, ինչ եղել է 100-ամյակներ առաջ ու ինչի վկաներն են տաճարի բակում ամփոփված Աշուղ Սայաթնովան, տաճարի պատերին իր անջնջելի հետքերը թողած գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը, նշանավոր զորավարներ Լորիս Մելիքովը, Արզաստեր Ղուկասովն ու այլոք։ Իսկ մինչև այդ, այսօր արդեն վերականգնված տաճարում առաջին պսակադրությունն է կատարվել։ Խնդրակատար տաճարն այս 3 տարվա ընթացքում միասին աշխատած երիտասարդ վերականգնողների սրտերն էլ է միավորել։ Ռուզաննա Վարդերեսյան, Հովանես Քյոսյան, Արմեն Անդրեասյան, Առաջին ալիք, Թբիլիսի, Երևան։